Ինչու են որոշել 7 նորակոչիկներին երեկոյան 9-ին պատժել Զորամասից 200 մետր հեռու։ Առանց վերադասի իսկողության, երթևեկելի գոտու վրա վազեցնելով, չի հասկանում մայրը։ Ասում է կեղծ են պաշտպանության նախարարության հերքումները, թե զինծառայողները հակագազով չեն եղել։ Ականատեսներն են իրենց ասել, որ տղաների դեմքից արագ հանել են հակագազերը ողբերգությունից րոպեներ հետո։ Զորախբյուրում պատմում են, որ թաղման օրը անզեն աչքով էլ Սուրենի դեմքին երևում էին հակագազի հետքերը։ Հակագազը սուտ չի, խեղտել են իմ երեխուն, խեղտել են։ Չի լսե, չի տեսե, դուք պիտի առաջնորդեիք, ուր եք հրամանատարներ, ուր եք սերժանտներ, դուք պետք է երեխաների առաջից պիտի գնայիք, մի հատ ուղղություն էլի պատժեիք։ Սրտի առիթմիա ուներ Սուրենը, ողնաշարի խնդիրներ, վատ էր շնչում։ Ծառայության որոշակի սահմանափակումներով էին զորակոչել բանակ։ Նա ակտիվ ֆիզիկական պարապմունքները պետք է բաց թողներ, բայց մորը պատմել է, որ շատ են տանջել իրենց։ Արմենուհու մտքից դուրս չի գալիս սարսափելի չորեքշաբթին, երբ վերջին անգամ հրաժեշտ տվեց որդուն։ 5:30-6-ի մոտերը զանգեց երեխես, եկել էր արդեն իջացրել էիք, խոսած, մամ, լավ, էլ կարողա չկարենամ քեզի, դե մամ, հաջող, լավ, կանչում են, պիտի շարվենք, 2 րոպե հետո նորից զանգեց, մամ, չկարողանամ հաջող անեմ քեզ, հաջող, մամ։ Սուրենի ազգականը զարմանում է, այդ Զորամասում պետք է աննախադեպ հսկողություն լիներ։ 2 ամիս չի անցել, որ այդ նույն Զորամասում զինծառայող է կյանքին վերջ դրել։ Մինչև այս դեպքը ես չէի հավատում, բայց հիմա արդեն հավատում եմ այն խոսակցություններին, որ երկրորդ կորպուսը դա մաֆիա է։ Դա բանակային կորպուս չէ, դա մաֆիա է։ Ամբողջ կորպուսի հրամանատարները թուրքերի հետ ոնց որ հայրն ասեց։ Ես էլ եմ դրան եմ համոզվում արդեն։ Մեր բանակի թվականակն են պակասացնում։ Ակնհայտ է այս մարդկանց համար, որ իշխանությունը փորձում է ծածկադմփոց անել, միայն վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդին կալանավորելով փակել գործը։ Իրավապահները մենք իրան ժամանակ էինք տվել։ Ինձ հավաստիացնում էին, որ դեպքի հաջորդ օրը արդեն կունենան ձերբակալված։ Այդ հանցավոր հրաման տվողը ձերբակալված կլինի։ Այսօր 6-րդ օրն է մենք իրան ժամանակ տվինք, իրանք չաշխատան։ Ուզում են ծածկադմփոց անեն, անցնեն առաջ։ Չգիտեմ սրանից հետո իրենց ցուցակում քանի երեխա կա, բայց մենք պետք է կանխենք։ Դեկտեմբերին պետք է զորակոչվի նաև զոհված Սուրենի փոքր եղբայրը։ Զորախբյուրում զգուշացնում են, եթե ծանուցում ուղարկեն Վարդանյանների տուն, բողոքի անկառավարելի ալիք են բարձրացնելու։ Գայանե Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։